Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, այսօր փաստորեն հայ տարածություն է տարածվել, ընդ որում իշխանական լրատվամիջոցների միջոցով, այսպես ասած, լիվ է արվել նամակ, որով եպիսկոպոսները, 13 եպիսկոպոս, որոնց անունները դուք հիմա տեսնում եք էկրանին, դիմել են մյուս եպիսկոպոսներին եւ իբրև հայ եկեղեցու զավակներին եւ խնդրում են եկեղեցին ազատել Արշակ Խաչատրյանից եւ նրա մեղքը կիսողներից իբրև եւ սա հետևանքն է նոյեմբերի 25-ին այդ փակ ժողովին, եթե կհիշեք, այնտեղ պետք է քննարկվեր Արշակ դիվանապետի մասով տարածվեց տեսանյութերը։ Ինչ կասեք այս մասին, ձեր արչեւ այդ նամակը դրված է։ Նախ 13 ասեցիք, այստեղ 13-ից 4-ի ստորագրությունը չկա, սա նշանակում է, որ 9 են թվով։ Այո։ Եվ ես իմ կեցվածքը եւ գնահատականը սկսեմ հայկական ժամանակ։ Այո, իշխանական լրատվամիջոցներով է տարածվել։ Ուրեմն իշխանական լրատվամիջոցներով։ Որտեղ ինչ է ասվում, մեկ ընդհանրին ինձ համար այստեղ հետաքրքիր է սպայն մեկ բարբերությունը։ Հաշվի առնելով սա, այսինքն փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթոր դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին, վերջինս առ-ոչինչ համարում այդ արդյունքները։ Նախ քննչական կոմիտեն փաստորեն տեսանյութերը տրամադրում է այսպես շատ ազատ գաղտնի։ Որը առնվազն մեղմ ասեմ տարօրինակ է, չէ՞։ Ահա, տրամադրել է, լավ։ Իսկ ով է ասում, որ ես որպես մեր եկեղեցու հավատավոր զավակ կարող եմ հավատալ քննչական կոմիտեի տված պատասխանին։ Ես իրավունք ունեմ չհավատալու։ Այն համատարած ստի ու կեղծիքի մեջ, որ այսօր մեր եկի քաղաքացիները ապրում են։ Իրավունք ունեմ, չէ՞։ Վստահաբար ունեմ։ Այնպես չի, որ մի եզակի դեպք կա եղել Փաշինյանի 18 թվականից առ այսօր կառավարման տարիներին, որ մեկ այդպես շատ երկրորդական ոչ ճիշտ տեղեկատվություն է տարածել։ Փաշինյանի իշխանությունը ստեղծվեց կեղծիքի վրա, ընթանում է կեղծիքով եւ այդ կեղծիքների միջավայրում ապրելով նաեւ ես այս 7 տարի ես ինձ կարող եմ վերապահել իրավունք, որ ես չեմ հավատում քննչական կոմիտեի տված պատասխանին։ Սա առաջին։ Դա տեսանյութի մասով։ Այո, ես կարող եմ չհավատալ եւ հիմնավորում եմ ինչու կարող եմ չհավատալ, որովհետեւ նորից եմ կրկնում քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, հանրապետության դատախազը, որը ժամանակին վարչապետի Կոչեցյալի օգնականներ եւ ձեռք ետել հանձնարարականներ տալիս, թե ինչպես ժամանակին, ասենք, մի անձի նկատմամբ քրեական գործ ինչպես կարելի է մանիպուլացնել, ինչպես կարելի է կեղծիք անել, խոսքս Ռուբեն Հայրապետյանի, եթե հիշում եք։ Այսինքն այս մարդիկ համատարած կեղծիքի մեջ են։ Ես ուրեմն առաջին իրավունք ունեմ չհավատալու այդ պատասխանին։ Հիմա շարունակությունը։ Ինչ է ասում հայկական ժամանակը։ Հաշվի առնելով սա, իմ նոր ընթերցածը, եպիսկոպոսները դիմել են մնացած եպիսկոպոսներին եւ հանրությանը հայ եկեղեցին Արշակ Խաչատրյանից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործընթացին միանալու համար։ Կեղծիք։ Այս որ ասում են սուտը սրանցից հետո է ծնվում, իրանք ստից առաջ են։ Ես հիմա հիմնավորեմ ինչով է սուտը։ Հայկական ժամանակը ասում է այդ ստորագրողները 9 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս դիմել են հարությանը եւ եպիսկոպոսներին։ Հիմա ես կարդում եմ, թե ում են դիմել։ Եվ ոչ մի հարություն չկա։ Հարությունը ի՞նչն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ճիշտ է։ Այո։ Հիմա ես կարդում եմ այս նույն 9 հոգեվորականների ստորագրած ուրեմն փաստաթուղթը, որտեղ ասվում է, կարդում եմ մեջբերման սկիզբ։ Այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, սա ճիշտ է, կար գրած, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին միանալու աշխարհասփյուռ եւ այլն։ Այստեղ դուք հանրություն բառ եք տեսնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էսպես տեսնում եք, հանրությունը դա է, էսպես ասենք, հա, նման բան կա։ Եկեղեցու հետևորդ։ Գրած է եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին։ Դա հանրությունը չի։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, որ հայկական ժամանակը, երբ որ նման բան է գրում, իր գրած իմաստը որն է, որ ժողովուրդ մենք ենք որոշելու, հանրությունը
Ինչպես Փաշինյանն էր ասում։ Պարոն Նահապետյան, միայն այն, որ տեսնում ենք, որ իշխանական լրատվամիջոցների միջոցով է, հա, այսպես էս թուղթը տարածվում։ Սա ասես նախապես ծրագրված էր, թե իսկապես Վստահաբար այո։ Ուրեմն ասեմ ձեզ։ Ու դեպ Նիկոլ Փաշինյանը նույն եպիսկոպոսներին հրավիրել է իր հետ հանդիպման։ Այո։ Այս ովքեր Իհարկե, սա ակնհայտ է, չէ՞։ Անկամ մանկապարտեզի երեխային որ հարցնեք, ինքը կասի, իհարկե, սա ծրագրավորված էր։ Իշխանականով տեղեկատվության արտահոսք 1, երկրորդ շատ արագ Փաշինյանի ու եթերով մամուլի ասուլիսը եւ կոչը, որ ինքը պատրաստ է որպես եկեղեցու, գիտեք ինչ, իր ստատուսը մի քիչ իջացրեց Փաշինյանը։ Մինչ այդ ինքը իրեն գնահատում էր եկեղեցու հավատավոր զավակ։ Իսկ այս իր ասուլիսի ժամանակ եկեղեցու հետևորդ, ուրեմն դրանք տարբեր բաներ են։ Իսկ գիտեք ինչու ասեց։ Օրինակ, ես կարող եմ ենթադրել ինչու ասեց։ Եկեղեցու հետևորդը մի բան է, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակը այլ բան է։ Իդեպ 9 հոգեվորական որ ստորագրել են, իրենք պատական չեն գրել եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակ։ Հիմա ասեմ ինչ է։ Հետևորդը կարող է հետևի, կարող է չհետևի։ Այսօր հետևում է, վաղը չի հետևում։ Բայց երբ որ հավատացյալ եւ նվիրյալ զավակ է, այսինքն դու որոշակի պարտավորությունների ներքո ես։ Հիմա Փաշինյանին ես եթերով բազմիցս ասել եմ, որ դու եկեղեցու հավատացյալ զավակ իրավունք չունես կոչելու քեզ։ Եվ հիմք եմ ընդունել ինչ է։ Սա շատ կարևոր է, ես խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք միտքս ավարտեմ։ Սա հետևյալն է, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակները բացի են որ փորձում են մեղքերից զատ ապրել որպես քրիստոնյա, փորձում են Աստծո պատվիրանները կատարել, բայց կա մեր եկեղեցին ունի 7 խորհուրդ, 7-ից 5-ը աշխարհականներին է վերաբերվում, 7-ը ամբողջությամբ հոգեվորականների։ Ուրեմն այդ 5 խորհուրդները հետևյալն են. մկրտություն եւ դրոշ։ Փաշինյանը որտեղ է մկրտվել։ Մինչև նա մի բան լսել եք դրա մասին։ Հաջորդը ապաշխարություն եւ մեղքերի թողություն է եւ հաղորդություն։ Երբ որ դու ամեն պատարակին գնում ես, քո կատարած նախորդ օրերի մեղքերը խոստովանում ես եւ քահանան իրավունք ունի այդ թողությունը քեզ տալ։ Հիմա որտեղ է գնացել Փաշինյանը մինչև այս տարի հոկտեմբեր 26-ը Հովանավանքում, երբ դևերի խնջույքին էր մասնակցություն, անունը դրել էին պատարակ։ Հիմա որտեղ է գնացել ապաշխարության եւ մեղքերի թողություն։ Թողասի մի եկեղեցուն գնացել է, այսինչ քահանան էլ իր մեղքերի թողությունը, ընդհանրական թողությանը մասնակցել եմ։ Այսքան մարդ էլ տեսել է ինձ, չկա։ Վստահաբար եմ ասում, չկա։ Եվ վերջինը պսակի խորհուրդը։ Փաշինյանը պսակված է, գոնե ինքը խոստովանել է, որ պսակված չէ եւ իր զուգընկերը։ Հիմա այս անձը ինքը իրան դարձել է արդեն եկեղեցու հետևորդ եւ ոչ թե հավատավոր զավակ։ Սա պատական չի, շատ կարեւոր բաներ է։ Այսինքն Փաշինյանը իր ստատուսը որպես մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակի չեցրել, ինքը հասկացել է, որ սա իր համար խոցելի է։ Եվ հիմա ով է այս 5 խորհուրդները չկատարող անձը, պարզում է, ուզում է հանդիպել 9 հոգեվորականի հետ։ Այ ովքեր են, մի հատ խնդրում եմ ցույց տալ։ Ես հիմա մինչև այդ 9 եւս մի միտք եմ ուզում, անպայման շատ կարեւոր է ասում, հա։ Ուրեմն քննչական կոմիտեն ենթադրենք տվել է պատասխան, որին ես չեմ հավատում եւ իրավունք ունեմ չհավատալու, հարյուրավոր, եթե ոչ տասնյակ անգամներ ավել սրանց կեղծիքների ստի մասին բարձրաձայնելուց։ Չեմ հավատում այս տված պատասխանին։ Եվ ամենակարևորը, այստեղ ինչ են ասում հոգեվորականները, մինչև հիմա կանցնենք, այդ ցուցակով կանցնենք։ Մի մասին անձամբ եմ ճանաչում։ Հետաքրքիր է։ Իրենք էլ ինձ։ Հիմա ասենք, ինչ է ասում, որ իբր օրուկես, այսինքն ամսի 25-ին է եկել, չէ՞, պատասխանը։ Իբր դրական պատասխան, որ դա իրականություն է։ Իբր օրուկես առաջ այդ հարցը դրել են եւ Վեապար Հայրապետը դրա մասին տենց ուշադրություն չի դարձրել, առ ոչինչ։ Իսկ ով ասում, որ Վեապար Հայրապետը այս 9 հոգեվորականին պետք է ասել, թե երբ է դրա վերաբերյալ որոշում կայացնելու։ Ով է ասում։ Իսկ միգուցե Վեապար Հայրապետը այլ որոշումներ ունի, ոչ թե այդ իրողության մասին խոսելուց կարող է Վեապար Հայրապետը, օրինակ, իմ նման չհավատալով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չհավատալով այս քննչական կոմիտեի դրած պատասխանին կարող է
անկողմնակալ փորձաքննությանը տալիս։ Հնարավոր է այդ տարբերակը։ Տարբերակ եմ ասում։ Ինքը չի հավատում այդ պատասխանին։ Եվ ինքը իրավունք ունի, հաշվի առնելով, որ ինքը համայն հայության մեր եկեղեցու հոգևոր առաջնորդն է, կարող է անկողմնակալ քննությանը տալիս։ Չհավատալով, որ իրավունք ունի այնպես, ինչպես ես ունեմ դրա իրավունքը։ Այսինքն ոնց որոշեց, որ օր ու կես հետո, երբ Վեհափար Հայրապետը այս թեմայով կեցված չի դրսևորում, դա նշանակում է, որ Վեհափար Հայրապետը այդ թեմայից հետ է կանգնել։ Կա այդպիսի բան։ Կարծում ասածս խիստ տրամաբանական է։ Եվ ոնց որոշեցին այս մարդիկ, որ հենց հիմա պետք է կեցված դրսևորեն։ Եվ կեցվածքի մեջ ուշադրություն դարձրեք։ Ոչ ավել, ոչ պակաս գրում են, կարդում եմ, մեջբերման սկիզբ։ Նրա վարքագիծը նկատի ունի Գարեգին B. ամենայն հայոց կաթողիկոսի անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Այսինքն հիմա այս մարդիկ իրենց վրա իրավունք են, պատասխանություն են վերցնում նման գնահատական տալու։ Ավելին ասեմ, մինչ այդ ասում է, այս անձինք 9 հոգևորականները, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին B-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին։ Հələ ինչպես ասում ես, հենց վերցած բանը, պատասխանության չափը։ Նորից եմ ասում, եթե Վեհափար Հայրապետը վարկանն ասի, ես այս տեսանյութը ես ուղարկել եմ լրացուցիչ փորձաքննության, օրինակ, կամ որոշել են գումարել շատ ավելի մեծ ժողով եւ ոչ թե այն քանակը, որը եղավ եպիսկոպոսատ ժողովում։ Հնարավոր է, չէ՞։ Այսինքն այս հարցի մակարդակը եւ բարձրացման աշճանը եւ որոշման կայացման աշճանին պետք է ներգրավացնեն հայ առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները։ Հնարավոր է, տարբերակ եմ ասում։ Եգուցե այս թիվը մեծանա, ինչ գիտեք։ Չէ, ես արձանագրում եմ ինչ կարող է, այսինքն ընդհանրապես երկու տրամաբանված բան եմ ասում։ Լրացուցիչ փորձաքննություն, որի իրավունքը Վեհափար Հայրապետը իրավունք ունի չհավատալու այդ պատասխանը այնպես ինչպես ես, որովհետև կեղծիքի ու ստի իշխանություն է Հայաստանում։ Եվ երկրորդ, տեսականուն ես չեմ բացառում, շատ ավելի մեծ շրջանակով այս հարցը պետք է բարձրացվի։ Օրինակ, որտեղից որոշեցին, որ օր ու կես հետո, երբ որ Վեհափար Հայրապետը իր մտքերը չի կիսել, թե ինչ քայլեր կանի այդ անձանց, իրենք որոշում են կայացել, որ Վեհափար Հայրապետը փաստորեն ըստ իրենց անհավատարիմ է կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին։ Սա նշանակում է հեռացի։ Ակնհայտ է, չէ՞։ Հիմա գանք արդեն կոնկրետ անունների։ Նախ Վեհափար Հայրապետին ընտրել են ոչ միայն այս 9 եպիսկոպոսը։ Վեհափար Հայրապետին ընտրել են 1/3 հոգևորականներ, 2/3 աշխարհականներ, որոնք պատվիրակներ են մեր եկեղեցիների հավատավոր եւ նվիրյալ զավակների որոշակի քանակից ընտրված մեկ ներկայացի։ Կարգն է այդպես։ Այսինքն Վեհափար Հայրապետը չի ընտրվում եկեղեցու ցանկացած հավատավոր զավակի կողմից տրված ձայնով։ Սա ոչ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունն է, ոչ էլ համապետական ընտրությունը երկրի ղեկավարի, չէ՞։ Ուրեմն այստեղից ես հետևություն եմ անում։ 9 հոգին որոշում են, որ Վեհափար Հայրապետը պիտի հրաժարական տա։ Կեղծիք է, չէ՞, ակնհայտ սուտ է։ Եվ գործող կարգին է, իրենք իբր թե նախանձախնդիր են գործող կարգը պաշտպանելու, բայց իրենք են իսկ գործող կարգը խախտում, որտեղ նորից են կրկնում, Վեհափար Հայրապետը ընտրվել է այդ համամասնությամբ շատ մարդկանց լինի հոգևորական թե աշխարհական կողմից։ Երկրորդ, այս մարդիկ հիմա Աստծու դեմ սուր են ճոճում, այս 9 հոգին, եւ հիմնավոր եմ ինչու։ Երբ որ իրենք պահանջում են Վեհափար Հայրապետի հրաժարականը, սա նշանակում է, որ իրենք փորձում են բեկանել Աստծո որոշումը, այն է Սուրբ Հոգու օծությունը Վեհափար Հայրապետին։ Այսինքն Վեհափար Հայրապետը ընտրվում է աշխարհական եւ հոգևորական մարդկանց կողմից, որից հետո ինքը օծություն է ստանում Սուրբ Հոգով։ Այսինքն Աստծո դրոշը եւ որոշումը կա այդ ընտրության վրա, բացի մարդկանց ընտրությունից։
Հիմա իրենք հայտ են ներկայացել, որ Աստծո որոշումը Սուրբ Հոգու պիտի բեկանեն։ Հասկանում եք դուք։ Այսինքն մարդուն այս 9 հոգին ասում են, Աստված սխալ որոշում է կայացրել։ Հիմա պետք է սխալ որոշումը ասում ենք, բեկանում ենք, պիտի փոխվի։ Պատկերացնում եք հիմա հարթությունները, որտեղ Աստծո որոշումը եւ մարդու որոշումը։ Եվ իմ ասածը որպեսզի խիստ վերացական չլինի, շատ հակիրճ մի դրվակ հին ուխտից։ Հրեաների առաջին թագավոր Սավուղը, երբ որպես օծյալ ընտրվեց հրեաների պահանջով կամ խնդրանքով, ավելի շուտ խնդրանքով, Աստծուց ընտրվեց։ Մեղքերի մեջ թաղվեց, Աստված երկրորդ օծյալին Դավիթ թագավորին ընտրեց։ Սավուղը իմանալով, որ իր գահին հավակնորդ այլ մարդ կա, փորձում էր հետապնդել եւ սպանել Դավիթ թագավորին, որ հետո կոչվեց Դավիթ մարգարե։ Եվ Դավիթ թագավորը իր բնույթով լինելով ռազմիկ, կարողացավ շրջանցելով Սավուղ թագավորի պահակախումբը մտնել այն քարանձավը, որտեղ Սավուղը գիշերը քնած էր, եւ մտավ եւ դուրս եկավ։ Իր զինվորները, քանի որ Դավթի գիտեին, որ մտել է Սավուղի մոտ, հարցեցին, սպանեցի՞ր տեր։ Ասեց, ես ով եմ, որ Աստծո օծյալի վրա սուր բարձրացնեմ։ Եթե Աստծո պետք լինի Սավուղը քնի ու չզարթնի, Սավուղը քնի ու չի զարթնի։ Եթե պետք լինի, որ Սավուղը մարտի դաշտում զոհվի, մարտի դաշտում էլ կզոհվի, այդպես էլ եղավ, Սավուղը մարտի դաշտում զոհվավ։ Այսինքն, օծյալի վրա կամ օծության որոշումը մարդը չի կարող փոխել։ Հիմա այս 9 անձը ձեռնոց են նետել Աստծուն։ Իդեպ ուզում եմ խոսենք նաև։ Հիմա գայկանք արդեն եկանք Ինձ համար օրինակ փոքրինչ ավելի տարօրինակ է Տեր Վրդանեսը կեցված։ Հիմա գանք, ես 9 անձի մասն ուզում եմ իրավունք ունեմ որպես եկեղեցու զավակ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամ եմ։ Իրավունք ունեմ ես կեցված դրսևորելու։ Առավելս որ այս 9 եպիսկոպոսները դիմում են ոչ միայն եպիսկոպոսներին, այլև եկեղեցու հավատացյալ նվիրյալ զավակներին։ Հիմա ես հերթով անցնեմ։ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյան։ Անձամբ չեմ ճանաչում իր գործերը դատելու իրավունք չունեմ, ինքը օծյալ է եւ ես իրավունք չունեմ օծյալի կարգավիճակը երբևիցե քննարկել։ Եվ իմ խոսքերի մեջ խիստ կոռեկտ եմ լինելու։ Եթե իր հոգեորական կարգի մեջ է ինքը կոռեկտություն, եթե ոչ, ես ինքս ինձ իրավունք կվերապահեմ ինչպես որպես քաղաքացի շարքային կեցված դրսը, այդպիսի կեցված գիտեք Սյոպիկ Ասատրյանի Հովանավանքի նախկին քահանայի նկատմամբ ես հրապարակավ եւ շատ խիստ շեշտադրումով կեցվածք եմ դրսևորել։ Հովնան arczepiskopos Տերտերյանի մասին թող հարյուրավոր, եթե ոչ ավել, մեր եկեղեցու հոգեվորականները թող ասեն, ով է Հովնան arczepiskopos Տերտերյանը, ես չասեմ։ Ինչու՞։ Այդպես ես գտնում եմ, որ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը, լավ, ասենք այսպես, այդ բառը ինձ իրավունք վերապահում է, այն ապստամբների մեջ ա եղել, որ դեռևս ժամանակին այդ հայաստանյաց եպիսկոպոսած դասից դուրս, որ 2018 թվականին փորձում էին իրականացնել գործողություններ եւ քայլեր, որով Վեհափար Հայրապետը ըստ իրենց պիտի հրաժարական տար։ Հիշում եք 18 հունիս ամսից նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը։ Հիշում եք։ Հա ինքը այդ անձանցից մեկ այն ժամանակ։ Հիմա հաջորդը այդպիսի անձանցից եւս մեկը կա։ Հիմա երկրորդ անձի մասին ասեմ։ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Այս անձը եւս 2018 թվականին եւս կար։ Այս անձը ես անուններ գիտեմ։ Եվ ոչ թե կողքից ինչ որ մեկը ինձ ասել է, ես էլ լսել եմ։ Ես մեջից գիտեմ, թե որ սրբազաներն էին կեցված դրսևորել Վեհափար Հայրապետի հրաժարականի ավելին մի մասն էլ հավակնում էր դառնալ կաթողիկոս։ Ես սա մեջից գիտեմ։ Գուցե հիմա էլ նման նկարտումներ ունեն։ Ես չգիտեմ, բայց ես 18 թվականին ձեզ վստահեցնում եմ, այն մարդիկ, ովքեր 18-ին, այն հոգևորականները, ովքեր որ փորձում էին այդ գործընթացը սկսել, անձամբ իրենք են ինձ ասել, ակնկալելով, որ ես իմ մասնագիտական, փորձագիտական քարոզչության դաշտում ունակությունները օգտագործեմ ի օժանդակություն իրենց կողմից սկսած գործի։ Ես կարող եմ անուններ ասել, ով է ասել։ Նախկին Աբեղա Հայր Կորյունը, որը կարգալուց եղավ։ Եվ Հոլանդիայից եկած քահանա, ամուսնացել քահանա Տեր Արմենը։ Այդ շարժման
ավանգարդում երկու հոգևորականներ, այդ երկու հոգևորականներն են ինձ ասել եւ անուններ են ասել, առանց կեղծելու, որտեւ իրենք ինձ խնդիր ունեն, որ ես իմ հնարավորությունները եւ իմ շրջանը, շրջապատը, կապերը եւ այլն օգտագործեմ այդ գործի համար։ Իհարկե այդ խոսակցություններից իմ հարցերից հետո, երբ որ իրենք չկարողացան իմ հարցերին պատասխանել շատ հստակ հարցերին, հա, իրենք հասկացան, որ իրենց համար, երբ որ ինձ հրավիրել են, իդեպ ինձ հրավիրել են հունիսի 5-ին, 2018 թիվ, հաջորդ օրը հունիսի 6-ին, իրենց այդ հարցում։ Ինչպես։ Այսինքն այո, աջակիցներից մեկը Մայրաթորի միաբան եպիսկոպոս Արտակ Տիգրանյանն էր։ Իդեպ այստեղ կա եւս մեկ անձ, որը չի ստորագրել։ Այդ աջակիցների մեջ ես կարող եմ ասել Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանն էր։ Իր անունն են շրջանառում այդ անձինք։ Եթե չեն հավատում, թող գնան հարցնեն նախկին Աբեղահայր Կորնին եւ այլևս կարգալուց եղած նախկին Տեր Արմենին։ Ավազանների անունները չգիտեմ։ Հիմա հաջորդը, գնանք այսպես։ Այն որ Տեսիոն arczepiskopos Ադամյանը Արմավիրի թեմի առաջնորդը եւս էս ապստամբների մեջ էր հետո։ Ես դրա մասին իմացել եմ այդ շարժման ժամանակ։ 18 թիվ, հույսոցից չեմ ասում։ Հաջորդը մենք այսպես իշնենք էլի, ովքեր կան։ Հիմա սրանք ովքեր 18-ին այլոք կային, որ այստեղ չկան ցուցակում։ Ապստամբ ուրեմն բարձրաշան հոգևորականները։ Հիմա գամ Տեր Նավասատ arczepiskopos Կճոյանը։ Այո։ Հիմա որը մի շատ աղմկահարույց դրվագներով է։ Ես որևիցե մեկնաբանություն չեմ ուզում տալ մեր երկրի քաղաքացիները, նրանք ովքեր որ տարբեր թեմերում եկեղեցու հավատավոր զավակներ են, այսինքն այնքան բաներ լսել են, տեսել են, որ չեմ էլ ուզում մեկնաբանել։ Ինչու այստեղ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի անունը այստեղ է։ Բավականին աղմկահարույց քրեական գործեր, բանկային հաշիվներ, ադամանդների գործ, Աֆրիկան եւ այլն, չասեմ, չէ։ Կարծում եմ այստեղ արդեն Տեր Հովնան Ինչ ճնշումներ են ըստ եղել։ Իհարկե, վստահաբար, կասկած չունենաք։ Ինչը, այսինքն իրենք այս նոր sense սկսեցին կեցված դրսով, ես ասի 18 թվին մի խումբ բաներ բարձրաշան հոգևորականներ կային, որոնք որ կեցված կեին փորձում դրսևորել չերևալով։ Իրենք պիտի չերևային։ Բայց այդ մարդիկ ինձ աններ են ասել, վստահեցնելով որ ես եւ դա իրականություն է, այսինքն իրենք ինչ չեն կեղծել։ Այդ անձինք հունիսի 5-ին ա եղել հանդիպում, 1 օր առաջ։ Իրենք սկսեցին Սուրբ Աննա եկեղեցում հունիսի 6-ին։ Ուրեմն Տեր Հովնանի մասին ասեցի, Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի մասին ասեցի։ Հիմա հաջորդը Առաքել Տեր Առաքել arczepiskopos Քարամյան։ Այնքան որ իշխանություններն են ասել Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի մասին, ես էլ չեմ ուզում ոչինչ ասել։ Հաշվի առնելով, որ ինքը օծյալ է եւ մի թեմի առաջնորդ է։ Բայց այդ անունը կարծում եմ ազգանունով Քարամյան ազգանուն շատ է շրջանառվում, հա, ինքնին արդեն բազմիցս, այսինքն սա մասն է, չէ, ինձ իրավունք են վերապահում, չասել, ես ասեմ այն մարդկանց մասին, ում մասին, ասենք մեզ լսողները չգիտեն կամ քիչ գիտեն։ Հիմա իշնենք, ուրեմն Տեր Սիոնի մասին ասեցի, հիմա գալիս ենք Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյան, որ անձ, որը Ջավախքից է եկել, այնտեղ մեր թեմի առաջնորդն է եղել։ Թե ինչու է ինքը այնտեղից եկել Մայրաթոր, կարծում եմ, Ջավախքում չկա մարդ, որը չգիտի։ Եվ ինչպես է։ Եվ որ արարքի համար, մի արարքի, որը խիստ դատապարտելի է եղել։ Ես չեմ ուզում մեր վեհապար հայրապետի տեղը գնահատական տալ, որի իրավասությունը եւ ցանկությունը չունեմ։ Թե ինչու այդ արարքից հետո այդ անձը այնուամենայնիվ մնաց այդ կոչման մեջ։ Բայց մի արարք, որտեղ Ջավախքի ժողովուրդը շատ լավ գիտի եւ քանի որ մեր հանրապետությունում Ջավախքից բավականաչափ մեր հայրենակիցներն այլ այստեղ են ապրում, ընտանիքներ եւ այլն, եթե իրենց հարևանները չգիտեն, թող պատմեն ինչ ասել է Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Ջավախքում։ Դրա մասին կասեն, կպատմեն, թե ինչ արարք է արել։ Հաջորդը Տեր Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյան։ Ասենք ինձ համար ինքը եւ ինձ համար գիտեք 3 անձ կա, որը ինձ համար որոշակի առումով ցավ է տալիս, անկեղծ։ Մեկը Տեր Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանն է, որը Սուրբ Աննայում է, ինքն է պատասխանատուն Հանրապետության հրապարակի կողքի գլխավոր
եկեղեցին է։ Մյուսը Արցախի թեմի նախկին առաջնորդ եւ նախկին այն առումով, որ Արցախի թեմը կա։ Արցախ պետությունը Փաշինյանը ադրբեջանցիներին նվիրեց ոչ թե 44-օրյա պատերազմում, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ ստորագրեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Արցախի թեմը գոյություն ունի, Արցախի թեմի առաջնորդը եւ Հայաստանում եւ իսկ պլյուս հայության բոլոր գաղտնիքներում ներկայանում է որպես Արցախի թեմի առաջնորդ, այսինքն թեմը գոյություն ունի։ Ինձ համար անկարելի է, ես չեմ կարողանում գնահատել։ Կարող եմ ենթադրել, որ Տեր Անուշարյան եպիսկոպոս Ժանկոչյանը եւ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը մասնացության թեմի առաջնորդն է, իրենք ընկերներ են բոլոր առումներով, մարդկային ուսանողական տարիներից, բայց այդպիսի մի ընկեր ունեին։ Այլ չի շատ էին, բայց ես մեկի մասին ասեմ։ Այսօր հանիրավի կալանավայրում ժամկետ է կրում։ Խոսքս Արագածոտի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի մասին է։ Ում այդ մոտ հարաբերությունները ընկերներ են եղել։ Անկամ ուսանողական տարիներին։ Այո, ես պատական էլի մարդիկ կան իրենց հետ, որոնց ես ճանաչում եմ, որոնք, ասենք, կուսակրոն չեն, քահանաներ են։ Ես այդ մարդկանց ճանաչում եմ։ Ինձ համար կարող եմ ենթադրել, այստեղ Տեր Անուշարյան եպիսկոպոս Ժանկոչյանը եւ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այս ցուցակին։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը փաստորեն մի քանի օր առաջ արդեն կեցված դրսևորեց, եթե հիշում եք, այդ պատարակի ժամանակ, երբ եկեղեցու քահանան իմանալով, որ այդտեղ Փաշտյան է գնում, արձակուրդ վերցրեց եւ ինքը կոնկրետ բերեց մի քահանայի, որը որ պատարակ պիտի մատուցել, հա։ Հիմա կարող է ընկեր են, այսինքն Տեր Անուշարյանն ու Տեր Գևորգը իրենք ընկերներ են եւ միգուցե դա, բայց դա անբացատրելի եւ անկարելի է, որտեղ ինչ ասել է ընկերներ են, ինչ ասել է մտերիմ են։ Ձեր հարգելի Անուշարյան Սրբազան, հարգելի Գևորգ Սրբազան, բայց ձեր ընկերներից մեկը այսօր բանտում է, ապօրինի ձևով նստած։ Չէ, դա էլ է ընկեր։ Այսինքն դուք նաեւ կարող եք կեցված դրսևորել ի զորակցություն ձեր ընկերոջ առավես, որը ապօրինի է, չէ, անազատության մեջ գտնվում։ Այսինքն ձեր մարդկային, բարոյական, քրիստոնեական, հոգեվորականի կեցված ավելի շուտ ի սատարումներ Մկրտիչ Սրբազանի, քան այս փաստաթղթակը ստորագրելը։ Կարծում եմ հիմնավոր եմ ասում։ Ես չեմ բացառում, որ Տեր Անուշարյանը ստորագրելը, որտեղ այստեղ կա Տեր Գևորգի ստորագրությունը, բայց երկուսն էլ կարող են կեցված դրսևորել ընդհանրապես։ Իհարկե իրենց ընկերոջ։ Իհարկե։ Առավելից որ այդ ընկերը իրենց երկար տարիների ընկերն է, այս մարդիկ հաց են կերել այդ ընկերոջ մոտ ձեռքից, որը Վեհապար Հայրապետի քույրն է։ Այո, հա, այսպես։ Այնուամենայնիվ մեզ համար մայրը, ընտանիքի մեծը, հյուրասիրությունը դրանք դատալ քնչումներ չեն, դա ռեստորանում կամ սրճարանում մի կտոր հաց ուտել չի, հա։ Իր մեջ այլ խորհուրդներ ու իմաստներ է, դու այդ տան մեջ ընդունում ես, որ գնում ես, հա։ Հիմա իրենց ընկերը նստած է ապօրինի կերպով, իրենք կեցվածք են դրսևորում այսպես։ Ինձ համար անընդունել ավելի խիստ գնահատականներ չեմ ուզում տալ։ Ես տվեցի 9 անձերի իմ գնահատականը։ Այստեղ կային ապստամբներ դեռևս 2018-ից, այդ թվում Հիմա լավ բան Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը հրավիրել է իրենց հանդիպման, ինչ զարգացումներ են հնարավոր, կգնան, շարունակություն կունենա այս թուղթը։ Չգիտեմ, ես հիմա եթե Փաշինյան Նիկոլը ասել է եւ քանի որ սա իշխանական աղբյուրներով է լրատվամիջոցը, ամենայն հավանականությամբ գնալու են։ Ես օրինակ ուզում եմ դիմել, այսպես իրանք ունեմ որպես եկեղեցու նվիրալ եւ հավատացել զավակ, իրանք ունեմ դիմել 9 մեր հոգեվորականներին, Հովնան արքեպիսկոպոսին, Նավասարդ արքեպիսկոպոսին, Առաքել արքեպիսկոպոսին, որ հետ ես բականին նաեւ մարդկային մտերիմ հարաբերություններ ունեմ։ Այսօր ճիշտ է, վերջին անգամ չգիտեմ երբ եմ հանդիպել, բայց ես իր կեցվածքը տեսել եմ 2018-ին ի զորակցություն մեր եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի պաշտպանության։ Ես սա տեսել եմ։ Ավել բան չեմ կարող ասել, բայց ես գիտեմ ինչ ասել է Առաքել Սրբազանը։ Հաջորդը Արմավիրի թեմ Սիոն արքեպիսկոպոս ապստամբներից Վազգեն արքեպիսկոպոս չեմ էլ ուզում ասել։ Դիմում եմ Անուշարյան Սրբազանին
Վրթանես Սրբազանին եւ Գևորգ Սրբազանին, Արտակ Սրբազանին ասելու չունեմ, որտեղ իր մասին 18 թվից գիտեմ, էլի։ Օրինակ, երբ որ գնաք այդ հանդիպանը հրավիրի, օրինակ իրեն հարցեք, որպես Նիկոլը քանի որ մինչ այդ ասում էր ինքը հավատավոր զավակ է եկեղեցու, հիմա էլ ասում է հետևորդ է։ Հարցեք, Փաշինյան Նիկոլ, բա որպես հետևորդ, այսինքն գոնե պատվիրանների խոսքի մեջ, հա, Աստծո կամքը կատարելու կարող ես եկեղեցու խորհուրդները չկատարես, որտեղ հետևորդ ես, նվիրյալ զավակ չես։ Բայց չես ուզում պսակվես, մենք էլ գամ պսակը տանենք։ Կամ ինչու քո ապաշխարության եւ հաղորդության գործը սկսեց հոկտեմբերի 26-ին Հովանավանքից, մինչև չկայր, ընդհանրապես չկար։ Եվ վերջում էլ հարցնեն, իսկ հետաքրքիր որտեղ է մկրտության եւ դրոշմի խորհուրդը, որտեղ են մկրտել եւ այդ դրոշմը որտեղ են դրել, որ եկեղեցում, այս թող հարցնեն էլի մի հատ։ Այսինքն դուք հասկանում եք, ես 9 Սրբազանի անուն տվեցի, որոնցից այդ թվում ես առաքել arczepiskopos Քարամյանը եւս ցավ եմ ապրում, որտեղ իրեն շատ անձնապես գիտեմ, ինքն էլ հրաշալից գիտի։ Որտեղ 18 թվականին Վեհափար Հայրապետի դեմ այն արշավը որ սկսել է, այդ դիմադրության օջախներից մեկը առաքել Սրբազանն էր, ասեմ ձեզ։ Ավել բան չեմ կարող ասել, բայց վստահաբար եմ ասում, ինչ ասում եմ, էլի։ Ես կարծում եմ, ես հաղորդում եմ, եթե իրենք լսեն, ինքը քիշի բոլոր մեր օրերը եւ մեր արած գործերը։ Ինձ համար ցավ է իսկապես այստեղ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրամյանի եւ եւս այստեղ մեկի անունը, հա, ես տվեցի, հա, մեկն էլ առաքել, եւ Գևորգ եպիսկոպոս։ Ես Գևորգ եպիսկոպոսին 18-15 թվերին իր կեցվածն եմ տեսել։ Ամենայն պատասխանատվություն լրջությամբ եմ ասում, ինքը այն քաջ հոգևորականներից մեկն է։ Աջակցություն Վեհափարի։ Ոչ միայն աջակցություն, ինքը դիմադրություն կազմակերպողներից մեկն է եղել։ Ես մի երկու օր առաջ մի տաղավարում եմ, այսպեսի միտք ասի, այս փորձությունները, իսկ հիմա սա փորձություն է յուրաքանչյուրի եւ մեր աշխարհական եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակները եւ հոգևորական, սա փորձություն է։ Այդ փորձեն ժամանակ կա 3 ընտրություն։ Ընտրություն առաջին, իշխանությունները որոշակի վարկաբեկիչ նյութեր են դնում ձեր սեղանին։ Մարդ եք, սխալվել եք, ենթադրենք, այո։ Դուք կարող եք ընկրկել եւ համաձայնվել, թե ինչ պետք է ասի ձեզ, ասենք անաստված, ստի, կեղծիքի, մեղքի, պղծությունների մեջ թաղված մի ոմն աշխատող, որ այդ ասենք դուք հանդիպելու եք, կամ որը փոխանցելու է վարչապետի պարտականությունը կատարող անձի հանձնարարական, ասել է ինքն այսպես ասել։ Ընտրություն ունեք, ընկրկում եք, հանձնվում եք, ասում եք ինչ ասեք կանեմ։ Ես Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կեցվածքը այդպես եմ, հա, գնահատում։ Ընկրկել է, բայց կա նաև եւս երկու ընտրություն։ Առաջին ընտրություն դուք հրաժարվում եք հաշվի առնելով, որ ձեզ կարող են օգտագործել եկեղեցու միասնականության եւ Վեհափար Հայրապետի դեմ, հրաժարվում եք ձեր հոգեվորականի կոչումից։ Եվ ձեր կատարած ժամանակի սխալ արարքը եւ դրա հետևանքները պատասխանատվություն եք կրում օրենքի ամբողջ խստությամբ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տարբերակ է, չէ՞։ Ինքը կարող է ասել, ես հրաժարվում եմ հիմա իմ կատարած մեղքը, եթե իրավական առումով, ոչ բարոյական, իրավական առումով հետապնդելի է, ես պատրաստ եմ, որ ինձ հետապնդեք, բայց ես չեմ դառնա գործիք եկեղեցու միասնականությունը խաթարելու եւ Վեհափար Հայրապետի դեմ կեցված դրսևորելու։ Եվ երրորդ տարբերակն էլ կա։ Ասի, այնինչ դուք ասում եք, այո, ես ենթադրենք արել եմ կամ չեմ արել, բայց ես չեմ դառնա ձեր ձեռքին, ձեր նմանների ձեռքին գործիք, որը պետք է օգտագործվի Վեհափար Հայրապետի եւ եկեղեցու միասնականության դեմ։ Հիմա այս 3-ից որը կընտրեն, որով։ Ես այստեղ տեսնում եմ առնվազն մի քանի անձ, որոնք ընտրել են այդ ճնշումները, այսինքն այդ ճնշումների ներքո կեցվածք են դրսևորել։ Այստեղ ես տեսնում եմ մարդկանց ազգաններ, որոնք 18 թվականից դեռևս դրսևորվել էին եկեղեցու դեմ, եւ տեսնում եմ 3 անձ, որոնք ինձ համար ցավալի են, նու 4 անձ ավելի շուտ։ Տեր Առաքել Սրբազանը, Անուշավան Սրբազանը, Վրթանես
Սրբազանը եւ Գևորգ Սրբազանը, բայց Գևորգ Սրբազանը արդեն իր կեցվածքը դեռևս մի քանի շաբաթ առաջ էր դրսևորել, երբ իդեպ ինքը մի նամակ էր գրել խաղաղության, հաշտության այն օրերին, երբ որ մի երկու օր առաջ ձերբակալել են իր ամենամտերիմ ընկերոջը հոգեվորականին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին։ Այսքանը տեսնենք ընթացքը, զարգացումը եւ ամենակարևորը վերջում էլ ավարտեմ այս 9 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներով չի սկսում մեր եկեղեցին, մեր եկեղեցու միաբանությունը եւ այս 9-ով էլ չի ավարտվում։ Գնացեք վայելեք Փաշինյան Նիկոլի համարյա կես քայլ է մնում սրբադասվող Նիկոլի ներկայությունը։ Վայելեք, ժպտացեք, խոսեք եւ նրան իբր իրավունք վերապահեք, չգիտեմ ինչի։ Մարդ, որը մեր եկեղեցու 5 խորհուրդը չի կատարում։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ եկեղեցու շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ զրուցում ենք վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։